Հիմա մեր ուղին տանում է դեպի դիմաց լեռ, Տավուշի մարզի մի բարձունք, որը խոստանում է եւ արկած, եւ լռություն, եւ աննկարագրելի տեսարաններ, իսկ տուրը մեզ համար կազմակերպել է Դիլիջան Horse Riding-ը։ Երբ աչքիդ առաջ բացվում է ահա այսպիսի տեսարան, այլևս չի առաջանում հարցը, թե ուր գնալ։ Դիմաց լեռն իր բարձրությամբ կանչում է խոսել ինքդ քեզ հետ։ Դիմաց լեռը իր 2600 մետր բարձրությամբ ահա այսպիսի հրաշալի տեսարաններ է բացում դեպի ողջ Տավուշ։ Իսկ եթե բախտներդ բերի, ճանապարհին կարող եք հանդիպել նաև ձիերի երամակին։ Իսկ մեզ ասացին, որ վերևում նաև կա բազեների բույն, բայց դա մեզ չի վախեցնում։ Ուրիշ զգացողություն է, երբ վերևից նայում ես հայրենիքիդ։ Այստեղից ոչ սահման ես տեսնում, ոչ քարտեզ ես տեսնում։ Այստեղից տեսնում ես սիրտդ։ Ու մեր սարերն այնքան պարզ են, այնքան ազատ են, որ թվում է, թե իրենք ավելի լավ են հասկանում, թե ինչ է նշանակում լինել հայ։ Վերևից տեսնելով այս պատկերը հասկանում ես, թե ինչքան փոքր են մեր խնդիրները։ Այստեղ կա մաքուր օդ, լռություն ու ամենակարևորը խաղաղություն։ Իմ տունը հենց այսպիսինն է՝ կանաչ, խոնավ, ժայռոտ, բայց հպարտ։ Մարդ գոնե մի անգամ պետք է լեռ բարձրանա, որպեսզի հասկանա, թե հայրենիքը միայն անցյալ չէ, հայրենիքը ներկա է։ Ու հենց այս պահին, հենց այս բարձրությունից հասկանում ես, որ դու ես քո երկրի պահապանը։ Արդեն 15-20 րոպե ինչ մենք դիմաց լեռան բարձունքում ենք ու եղանակը միանգամից փոխվեց, այլևս ոչինչ չի երևում։ Բայց ամեն դեպքում դիմաց լեռը ցույց տվեց մեզ իր մեծությունն առանց աղմուկի։ Ու եթե ուզում եք կտրվել քաղաքից ու վերականգնել ձեր ներսի լռությունը, ապա արդեն գիտեք, թե ուր գնալ։ Իսկ Դիլիջան Horse Riding-ին ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, որ մեզ համար կազմակերպեց այս տուրը։